Արմենիա հեռուստաընկերության ինչ որտեղ երբ խաղի այս տարվա երկու եթերաշրջանների հաղթողները ուղևորվեցին Արևմտյան Հայաստան։ Շրջագայության ընթացքում 29 հոգուց բաղկացած խումբը կայցելի Կարս, Բայազեդ, Վան, Բիտլիս, Մուշ, Դիարբեքիր, Անի։ Այն մարդը, որ գնում է այնտեղ, առաջի անգամը վերադառնալիս երբեք չի ասում Թուրքիա։ Արդեն ասում է Արևմտյան Հայաստան կամ Երգիր։ Շատ ուրախ եմ, որ գնում ենք հենց Արևմտյան Հայաստան տեսնելու, էլ երբ կլիներ տենց առիթ։ Բացի ինչ որտեղ երբ ակումբի գիտակներից շրջագայությանը միացել են նաև Հայոց ցեղասպանության մարտահրավերներ 100-րդ տարելիցի նախաշեմին ծրագրի կամավորները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Պատմիր քո պատմությունը» խորագրում լավագույն պատմությունները ներկայացրած մասնակիցները։ Ավելի կիմանամ եմ Հայաստանի մասին։ Ուզում եմ նոր տեղեր իմանամ, ծանոթանամ Արևմտյան Հայաստան, որ ասում են, ես երբեք այնտեղ չեմ եղել, ուզում եմ դրա մասին կարծիք կազմեմ։ Մասնակիցները կծանոթանան պատմական կոթողներին եւ պատմամշակութային արժեքներին Չարենցի տուն, Սուրբ Առաքելոց եկեղեցի, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Սուրբ Կիրակոս եկեղեցի, կայցելեն Անահիտի, Արամազդի, Վահագնի, Հսկա արձաններ ու Անդիի մայր տաճար։ Ես իմ հայրը 4 կողմից հայրս Վանեցի է ու Վանը տենալը իմ համար ինչ ասեմ, երազանք բառը մի քիչ լավ է, չի, բայց շատ հաճելի է։ Ակնկալում եմ նույնիսկ մի քիչ հող վերցնեմ այնտեղից, քար վերցնեմ Անիից։ Գնում ենք մեր պապերի հայրենիքը եւ մեր թորների հայրենիքը ապագա եւ դրա համար ավելի շատ ճանաչողական այս պետք է լինի։ Մրցանակների արժանացած մասնակիցների ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Յուկոմ ընկերությունը։ Փորձեցինք մի փոքր հետաքրքիր ավելի նվեր մատուցել գիտակներին, շատ ենք խոսում ցեղասպանության մասին, պատմական հիշողության մասին, սակայն շոշափելի չենք տեսնում մեր այն հայրենիքը, որը կորցրել ենք, որը մնացել է Արարատից այն կողմ։ Ուղևորությունն իրականացվում է «Ճանաչեք 1915» նախագծով, որը մեկնարկել է նախորդ տարվա ապրիլին։ Ստեղծվել է հանրային իրազեկման գործիք, որով յուրաքանչյուր մարդ էլեկտրոնային փոստի հատուկ ստորագրություն տեղադրելով էլեկտրոնային նամակագրության միջոցով իր գործընկերներին կամ ընկերներին կարող է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին ու հնարավորություն տալ յուրաքանչյուրին կիսվել ինֆորմացիայով։ Զորապ Հարոյան, ժամը լրատվական։